քաղաքն է։ Ջերմությունն է այս արևը մեզ տալիս ու ավելի տրամադրում է, որպեսզի մենք ուրախ լինենք։ Ես նկարում եմ ամենաառաջինը մեր դպրոցի թիվը, համար 129-ը, սրտիկ, որը սերն է բոլոր Երևանին, ամբողջ Երևանին։ Դե ընդհանուր Երևանի տեսարժան բոլոր վայրերը, որոնք մոտով ես համարյա ամեն օր քայլում եմ, եւ ես չեմ պատկերացնում Երևանը առանց այսպիսի տեսարժան վայրերի։ Սա ինչ է, չասեք հինգ, արև, մի հատ բարձրացնենք բոլորս մեր ձեռքերը, Երևանի արևը դուք եք, դուք սիրելի աշակերտներ, կեցե Երևանը։ Որ ապրում է իմ սրտում, ջեր ու տակ արևի պես ինձ ժպտում։ Այս արևի սերունդը, անկախ Հայաստանի արևը և տոն է, և մեծագույն պատասխանատվություն։ Շնորհավոր տոնդ Երևան, մենք քո զավակներն ենք և քո ծառան։ Ինչ հետաքրքիր պատմություն կա այս մեքենայի հետ ընդհանրապես բոլոր պատմությունները հետաքրքիր են, որովհետև նմանատիպ մեքենա ունենալով չես կարող ասենք անհետաքրքիր պատմությունների մեջ ընկնես։ Հիմնականում ասենք բոլոր աշխատում են բոլոր միջոցառումներին մասնակցեմ, իսկ ամեն մի միջոցառում ինքը յուրովին հետաքրքիր է, ոչ մեկ չի կարելի ասենք մեկի հետ համեմատել։ Ֆիլմելում այո նկարան կա, 3 գումարած 2 կիլոգրամ ֆիլմը կա, որ հենց հիմա այս պահին Մոսկվա կինոթատրոնում գնում է։ Սիրո գործակից ֆիլմի մեջ էլ է նկարահանվել, իհարկե այնտեղ տեսքը մի քիչ հնացված էր մեքենայի, որովհետև ինքը սցենարով այդպեսին էր պահանջում, ուղղակի ներկով հնացրել ենք, որպեսզի ավելի հին տեսք ունենա։ Բայց սիրո գործակից 3 գումարած 2 կիլոգրամի մեջ կա այս տեսքով, ոնց որ հիմա այստեղ կա մեքենան։ Մեկն ինձ հիշել է, նա ինձ հուշել է անհուշելի։ Հետաքրքիր պատմությունն է, քանդակագործը ոչ մեկի վրա չի վաճառել այս մեքենան, մենակ մեզ վաճառեց, քանի որ մենք իրան պահելու ենք ու նորմալ վիճակում պահելու ենք, ասենք շատ են ուզեցել գնեն այս մեքենան, բայց քանի որ իմացել է տանեն կինոյի մեջ սարից գցեն, ձորից գցեն, կամ վարձույթով քշեն չի վաճառել, բայց որ իմացա մենք սեր ունենք սենց հին մեքենաների հետ վաճառեց, մենք է գնեցինք նորմալ պահում ենք։